Ողջույն թանկագիններ, այսօր մենք Աստծո շնորհով եզրափակում ենք Հեսու գիրքը, ուսումնասիրելով 23 և 24-րդ գլուխները, որտեղ լսում ենք ծերացած առաջնորդի հրաժեշտի պատգամը։ Այս գլուխներում Հեսուն հավաքում է Իսրայելի բոլոր ցեղերին Սիքեմում և հիշեցնում է նրանց այն ամենը, ինչ Աստված արել էր իրենց համար, Աբրահամի կանչից մինչև ավետյաց երկրի գրավումը։ Նա դնում է նրանց ընտրության առաջ և ասում է իր հանրահայտ խոսքերը. Եթե ձեզ հաճելի չէ Տիրոջը ծառայել, այսօր ընտրեցեք, թե ում եք ծառայելու, բայց ես և իմ տունը Տիրոջն ենք ծառայելու։ Հեսու 24:15։ Ժողովուրդը խոստանում է հավատարիմ մնալ և Հեսուն ուխտ է կապում ու որպես վկայություն մի մեծ քար է կանգնեցնում Տիրոջ սրբարանի մոտ գտնվող կաղնու տակ։ Համար 26-րդ խոսքը։ Այստեղ բացվում է Քրիստոսի երկու հրաշալի հայտնություն՝ Հիսուսը մեր ճշմարիտ ուխտը և ծառայության օրինակը։ Հեսուն, ում անունը նշանակում է Հիսուս, փրկիչ, ասում է. ես և իմ տունը Տիրոջն ենք ծառայելու։ Հիսուս Քրիստոսը եկավ աշխարհ որպես Աստծո կատարյալ ծառա։ Նա իր ողջ կյանքով ու հնազանդությամբ ցույց տվեց, թե ինչպես է պետք ծառայել Հորը։ Նա ինքն է այն նոր ուխտը, որը մեզ ուժ է տալիս հավատարիմ մնալու Աստծուն ոչ թե օրենքի վախով, այլ սիրով։ Հիսուսը մեր վկայության քարը, այն մեծ քարը, որ Հեսուն կանգնեցրեց որպես ուխտի վկայություն, Քրիստոսի պատկերն է։ Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսը մեր անկյունաքարն է և կենդանի քարը։ Նա է մեր Աստծո միջև կապված հավիտենական ուխտի անշարժ վկան։ Երբ մենք կառուցված ենք այս քարի վրա, մեր ուխտը երբեք չի քանդվի։ Սիրելիներ, այսօր Աստծո խոսքը նույն հարցն է տալիս յուրաքանչյուրիս. ում ենք ընտրում ծառայել այսօր։ Աշխարհը առաջարկում է բազում կուռքեր, փող, հաջողություն, հաճույք, հպարտություն և այլն, բայց իրական ազատությունն ու օրհնությունը միայն Քրիստոսի հետևելու մեջ է, սիրելիներ։ Եկեք Հեսուի պես այսօր վերահաստատենք մեր որոշումը և ասենք. ես և իմ տունը Քրիստոսին ենք ծառայելու։ Ամեն։ Եկեք սիրելիներ ավարտենք աղոթքով։ Տեր Հիսուս, դու ես մեր կյանքի հիմքը և մեր անշարժ անկյունաքարը։ Շնորհակալ ենք, որ դու ինչ եղար հավատարմության կատարյալ օրինակ մեզ համար։ Խնդրում ենք տուր մեզ զորություն և հաստատակամություն ամեն օր ընտրելու քեզ, հեռու մնալու այս աշխարհի կուռքերից և մեր ընտանիքներով հավատարմորեն ծառայելու միայն քո սուրբ անվանը։ Ամեն։ Թանկագիններ, եթե օրհնվեցիք, կիսվեք ձեր ընկերների հետ և մեկնաբանություններում գրեք, թե որտեղ տեսաք Հիսուսին տվյալ գրքում։ Աստծո կամքով կհանդիպենք հաջորդ գրքում։ Աստված օրհնի քեզ և քո ընտանիքը։ Ամեն։